Հայաստանը հարավային Կովկասում դեպի ծով ելք չունեցող երկիր է եւ բնակչության պարենային անվտանգության ապահովման հարցում տարբեր մարտահրավերների է բախվում։ Միջազգային առևտրային ուղիների սահմանափակ հասանելիությամբ երկիրը պատմականորեն պայքարում է գյուղատնտեսության արտադրողականության բարձրացման համար։ Հակամարտությունն ու կլիմայի փոփոխությունն էլ իրենց հերթին են ազդում երկրի տնտեսության վրա։ Չնայած այս մարտահրավերներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ագրոպարենային համակարգի ամրապնդման գործում, աշխատելով տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը բարելավելու սնուցման եւ պարենային անվտանգության իրավիճակը։ Monday I face a lot of challenges related to the climate crisis. How to reforest Armenia? You should based on the science and the data. We should work together and for better production, better nutrition, better environment and better life, leaving no one behind. Անցած 30 տարիներին Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանում հարյուրավոր ծրագրեր է իրականացրել, բարձրացնելու պարենային ինքնաբավությունը, բարելավելու սննդամթերքի անվտանգությունը եւ պաշտպանելու բոլորի սնվելու իրավունքը։ Բավարար ու սննդարար սնվելու իրավունքն ամրագրվել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում։ Արարատի մարզի 6 դպրոցի աշակերտներն օգտվել են Կովկասի եւ Կենտրոնական Ասիային տրված երկրներում պարենային անվտանգության եւ սնուցման հզորացման կարողությունների զարգացում ծրագրից, ձեռք բերել գիտելիք սննդի գյուղատնտեսության եւ ձեռնարկատիրական գործունեության մասին։ Նախաձեռնության արդյունքում Վեդիի թիվ 1 դպրոցում հիմնվել է պտղատու այգի, չրանոց եւ ջերմոց հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ջրերի վաճառքից ստացած եկամուտը ներդրվել է դպրոցի ճաշարանում, բարելավելու աշակերտների սննդակարգը։ ՄԱԿ-ի Պարենի գյուղատնտեսության կազմակերպության ծրագրերի շրջանակներում դպրոցում իրականացվել է մի շարք ծրագրեր, որոնցից են դպրոցի ջերմատունը, տունը կամ չրանոցը, դպրոցը նաև նվեր է ստացել կազմակերպության կողմից էլեկտրական գրատախտակ եւ ամենակարևորը դպրոցական ճաշարանը վերազինվել է կազմակերպության աջակցությամբ։ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության աջակցությամբ 2016-ին Էջմիածնում հիմնվել է 2.3 հեկտար խաղողի կոլեկցիոն այգի կենսաբազմազանության ապահովման նպատակով։ Այստեղ հավաքագրվել ու փաստագրվել է խաղողի ավելի քան 400 նմուշ, իրականացվել գենոտիպային ու ֆենոտիպային հետազոտություններ եւ անձնագրավորվել խաղողի 172 սորտ։ Նաև իրականացնում ենք Ագրարային համալսարանի հետ միկրոգինեգործության օգնությամբ սորտերի ներուժի բացահայտում, այսինքն հասկանալու համար, թե արդյոք այդ սորտերը գինեգործության համար պիտանի են, թե ոչ, եւ ունենք 50-ից ավել նմուշներ, այսինքն սորտեր, որոնք կանոններ չունեն, ոչ միտեղ գրանցված չի, բայց ապացուցվել է, որ դրանք հայկական տեղացին սորտեր են, ուստի շուտով գինեգործների հետ միասին նաև կմտածենք նոր անուններ կտանք սորտերին եւ պահպանության տակ կառնենք, որտեղ դա մեր գինեգործության հարստությունն է։ Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում, մեղմացման միջոցառումների շնորհիվ հարմարեցման եւ գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով ծրագրով աջակցել է հայ անտառ պոակին, հիմնելու ջերմատուն, ստանալու տնկիներ ու աջակցելու պետության իրականացնել Փարիզյան համաձայնագրով ստանձնած միջազգային պարտավորությունը եւ անտառածածկ տարածքը մինչեւ 2050 թվականը ավելացնել 50,000 հեկտարով։ Ծրագիրը Հրազդանի տնկարանային տնտեսությանը տրամադրել է 2 ջերմոց, ինչ բոլոր տեխնոլոգիաները եւ սարքավորումները, որոնք անհրաժեշտ են տնկիների աճեցման համար։ Հիմնադրվել է Սիսիանում տնկարան, ինչպես նաեւ նախատեսվում է հիմնադրել Ստեփանավանում տնկարան։ 7000 հեկտար տարածքի վրա վերականգնվելու են անտառներ եւ տնկվելու են նոր անտառներ։ Նոր անտառ տնկումները նախատեսվում են 5700 հեկտար տարածքի վրա, իսկ անտառ վերականգնման եւ կոճղաշիվային վերաճի օժանդակության աշխատանքները մոտ 1700 հեկտար տարածքի վրա։ Կիրառվելու են նոր տեխնոլոգիաներ, նոր մեթոդներ։ Մասշտաբային անտառ տնկումները շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի հավելյալ եկամտի աղբյուր կդառնա գյուղական բնակչության համար վայրի հավաքչության շնորհիվ։ You have a good environment and for development agroforestry and benefited to agro-food systems.